սպառնալիք չէ մեզ երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստած։ Հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես ես երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնության, ես գնում եմ իրենց հետ եւ հոգեվորականները կհետևեն։ Այսքան բան։ Բարև հայր ջան, այսօր մեր աչքի առաջ տեղի ունենում մի հատ աբսուրդ, որը շատերը դեռևս չեն ուզում կամ վախենում են հստակ անվանել իր անվանումով։ Հիստերիկ դավաճանություն, պետական դեգրադացիա ու ազգային նվաստացում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հանդեպ իրականացված ոստիկանական ու ԱԱՑ-ի այդ աննախադեպ բռնությունը, հոգևորականների բերման ենթարկելը, ուժի կիրառումը, բախումները, այս ամենը չի կարելի այլ կերպ ընկալել, քան թուրքի սրտով ու ցանկությամբ ու Նիկոլի ձեռով հայ ազգի հոգևոր սրտին մի հատ մեծ գավազանով հարված։ Այս արդեն ոչ միայն հարձակում է հոգևոր կենտրոնի վրա, այլ նաև մեր հոգին աղտոտելու գործընթաց։ Էսի արդեն մեր միասնականության վերջի մնացորդները խեղդելու փորձ է։ Դուք տենում եք ոնց են թշնամիները ու այս անգամ ոչ միայն մեր բացահայտ թշնամիները։ Ոտնահարում արդեն այն սրբությունները, որոնք մեզ միավորում են, այն կապիկ Կրեմլն էլ հայտարարություն է անում, թե իբր մենք սովորություն չունենք միջամտել այլ պետությունների ներքին գործերին, հələ դրանց։ Այդ մեր բարեկամական, եղբայրական Հայաստանը լուրջ, իդիցի նաֆիգ արա։ Իսկ այս ընթացքում մենք ժողովուրդը ինչ ենք անում։ Հեչ, ինչպես միշտ լուր նստած հետևում, ոչ թե նահանջի մեջ, այլ սառած, լուր, երևի վիրավորված, որից օգտվում են մեզ տապալողները, իշխանություն ու կեղծ ընդդիմությունը միասին։ Իրար հերթ չտալով ուտում են մեր երկիրը, թալանում են մեր հողերը, ճանկռում են մեր ապագան, ովքեր միշտեր պետքա կանգնեին ժողովրդի կողքին, ծածկում են իրար, խառնվում են նույն թշնամական գործին։ Նիկոլն ու իր ընդդիմությունը մի ճանկի երկու կողմն են։ Մեկը իշխանության ամբիցիաների, մյուսը փչացած խարդավանքների սպասումով, տենց։ Ու երբ մենք պայքարում էինք այս հանցավոր համակարգի դեմ, մեր վրա հարձակվում էին հենց այդ կեղծ ընդդիմադիրներն ու Նիկոլի ստվերային դավաճանները։ Այսօր էլ մի եթերներ են անում, թե բա հրատապ, շտապ, փրկեք, բա այ հրատապ եթեր մտնող սաբլևոզ, բա հենց սրա դեմ էինք պայքարում, որ հելը քիթդ կողել էր կամերայիդ մեջ ու այդ լալոշ դեմքով այդ բարբաջում էիր մեզնից։ Այսա կսկսեն, բայց մենք ինչ ենք ասել, ես իմ կարծիքն եմ ասել, կարծիքդ գրիպոս ծոցիայի թաշկինակը ախր, որ մեջը խնչում են, կամ էլ սեռավարակից պաշտպանության միջնորդող մատերիալ, ինչ կարծիք, արա, ով ես դու։ Ու այսօր տենում ենք, թե ոնց է այս նույն համակարգը հարվածում մեր հոգևոր արժեքներին, միաժամանակ թիրախավորելով մեր իրական շարժումը, վերածննդի շարժումը։ Հիշեք մի հատ, թե ովքեր էին բարբաջում մեր հասցեին, նիկոլական քարոզիչներից մինչև Սերժի ու Ռոբերտի ստվերային լայվմեններ ու լայվմենուհիներ։ Այդ բամբաս բյուրոն ուզում էր ջնջել ոչ միայն մեր պայքարը, այլև մեր հավատը, մեր ուժը։ Իսկ մենք պետք է հստակ հասկանանք, որ այս քայլին դեմ դուրս գալը մեր բոլորիս, մեր ազգի գործն է։ Իսկ հակահայկական մի բանին դեմ դուրս եկողին, դեմ լինողը, ինչ մեր ազգ, ադրբեջանական ինցեստի արդյունքա նա, ով կարա հակահայկական մեխանիզմի հետ կռիվ տվողի դեմ խոսա կամ էլ իր դեմ գործի։ Նենց որ իմ գործը մենակ հայ ազգիս հետ է։ Ու հայեր ջան, կարևոր չի թե ինչքան հարձակումներ կլինեն, շատ են ելնելու, ինչքան հապաղողներ կգտնվեն, էդ էլա լինելու։ Մենք պարտավոր ենք մնալ միասնական ու պատրաստ հաղթական դիմադրության, անհրաժեշտ է արագ ու կազմակերպված շարժվել, նախ փակելով տեղեկատվական դաշտը նրանց համար, ովքեր կեղծ լուրերով կամ պոպուլիստական խոսքերով փորձում են շեղել իրական խնդրից։ Պահանջվում է միաբանության հրամանագիր կոնկրետ քայլերով, հակազդեցություն օպերատիվ ձևով, համացանցում, զանգվածային ակցիաներ, համերաշխություն եկեղեցու հետ, հոգևորականների հետ, մեր շարժման պաշտպանության համար։ Մենք իրավունք չունենք
ոչ մի վարքյան կորցնելու։ Եթե այս արհավիրքը մնա առանց մեր վճռական ու համախմբված պատասխանի, ապա վաղը այս նույն ուժերը գալու են ձեր ու ձեր ընտանիքի դուռը։ Հիշեք, որ մեզ այս պայքարը սովորացրեց, որ կոտրվածությունը վերականգնելու միակ միջոցը միասնականությունն է, համարձակությունն ու ճշմարտության անզիջում բարձրաձայնումն է։ Աստված մեր հետ է, բայց նաև մեր ձեռներում է մեր ապագան։ Դադարեք այդ պառակտվելը, դադարեք մեղադրանքներ շուռ տալը, քանի դեռ հայոց աշխարհի վրա գիշերը չի եկել, միավորվենք, պայքարենք ու կանգնենք մեր սրբությունների, մեր ժողովրդի ու մեր երկրի կողքին, զարթնեք վերջապես։ Այսօր առավել քան երբևէ պարտավոր ենք ապացուցել, որ հայը ոչ վախկոտ է, ոչ էլ լռում է, երբ հարձակվում են նրա հոգու վրա, նրա սրբությունների վրա, նրա արժեքների վրա։ Ամեն քայլը, ամեն ակցիան, ամեն խոսքը պետք է հզոր հակահարված լինի հակառակորդի դեմ։ Մենք պետք է գրավենք դաշտը մեր ուժով, վճռականությամբ ու մեր անխախտելի միաբանությամբ։ Հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուր հայ սրտանց ասի, այլևս չենք հանդուրժի այս ամոթը, այս նվաստացումը։ Մենք չենք վերադառնա ստվերային համակարգի, որ թալանեց մեր երկիրն ու ոտնահարեց մեր արժանապատվությունը, որ այսօր էլ Նիկոլ ունենք։ Մենք չենք հանձնվելու ու չենք հեռանալու։ Ձեր համար ֆիքսեք բոլորդ, ասեք ինքներդ ձեզ, որ պապերս չսովորեցին վախենալ, հերս չսովորեց վախենալ, ավակ աղբերներս չսովորեցին վախենալ, ես էլ չպետք է վախենամ։ Իսկ դուք հայեր, ձեր սերը, ձեր հավատը, ձեր պայքարը պետք է լինի մեր միակ զինը այս պատմական պահին։ Հələ ուժ չի։ Ուժը մեր մեջ է, միասնությունը մեր զենքն է, ու հաղթանակը մեր անխուսափելի ճակատագիրն է։ Արթնացեք, միացեք ու թույլ տվեք մեզ ցույց տալ, որ ոչ մեկ չի կարող խլի մեր հողը, մեր հավատն ու մեր ապագան։ Մենք լույսի բանակ ենք, ու լույսի բանակը ստեղծվել է, որ վերացնի հենց այս խավարը։ Անհապաղ գործողություններն են մեզ փրկելու։ Պահանջում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ազգային հոգևոր ուժ միանա վերածննդի շարժմանը, միանա մեր պայքարին, սկսելով մի քանի պարզ հզոր քայլից, արագ կազմակերպել համախմբված հանրահավաքներ պաշտպանելու համար մեր սրբություններն ու հոգևորականներին, մեր տարածքներն ու մեր արժի համակարգը, մեր ազգայինը, ստեղծել արագ արձագանքող տեղեկատվական ճակատ, կասեցնելու կեղծ մանիպուլյացիաներն ու լուրերը համացանցում, դիմել միջազգային կառույցներին, բարձրաձայնելու այս հակաեկեղեցական գործողությունների մասին որպես մարդու ու հոգևոր իրավունքների կոպտագույն ոտնահարում, մտնել քաղաքացիական անմարելի պայքարի նոր փուլ միավորված ու անզիջում։ Մենակ այս ձևով ենք մենք կարողանալու կանգնեցնել այս փլուզող, այս հայակործան գործընթացը, ու մենք փլուզենք այդ դավադիր ծրագիրը, այլ ընտրանք չկա, ու մենք չենք հանդուրժելու։ Անջատեք այդ ծակ պրոֆեսոր լայվմեններին ու պատրաստ եղեք իրական պայքարի, չեք հոգնել այդ բամբաս գալաջիներից։ Դրանք ձեր ականջներին փլավ են կախում, լսում եք, զգում եք ձեզ իբր բավարարված ու պայքար չի լինում։ Արդյունքում ինչ է ստացվում, որ դրանք լայք ու դիտում են հավաքում, երկիրն էլ վարի է գնում, արանքում էլ դուք եք, որ լուռ եք ու տենց իրանցով օր եք անցկացնում։ Կոչ եմ անում իմ ողջ հայրենիքին, համախմբվեք, այս ճակատամարտը մեր գոյության ու արժանապատվության համար է։ Այս ոչ թե ուղակի հարված է մայրաթորին, այս հարված է մեզ բոլորիս։ Մի հատ նայեք BBC-ով, թուրքական ու ադրբեջանական լրատվականներով ոնց են ղժում մեր հայերիս վրա։ Ու դուք դրա հետ զուգահեռ հույսները դրել եք անպատասխանատու լայվմենչիկների վրա։ Մենք պետք է հակահարված տանք ավելի ուժեղ, ավելի խորը ու անզիջում, որ աշխարհը միանգամից դադարի մեր վրա խնդալն ու տեղը բերի, թե հայը ով է։ Այս պայքարը մեր սուրբ պարտքն է, ու մենք անպատճառ կհաղթենք, եթե միավորվենք։ Լույսը պարտավոր է հաղթել խավարին։ Վերջում մենակ մի բան կխնդրեմ ձեզանից, կպահանջեմ, մի վախեցեք ու մի վախեցեք։ Սպասում եմ ձեր աջակցությանն ու միանալուն առաջ Աստված։ Կտեսնեմ իմ արթուն հայազգին, վճռական եղեք։